Գիտական զեկույցներից մինչև վիրահատություններ ընթանում է էնդոսկոպիայի Երևանյան օրեր երրորդյա կոնֆերանսը։ Ծրագրի մեկնարկը տրվել է ռուս գործընկերների իրականացրած էնդոսկոպիկ բարդ վիրահատությամբ, որը արդեն կտեղայնացվի նաև ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Նախկինում կատարում են բաց վիրահատություններ, այսուհետ բժշկության զարգացման հետ համընթաց նման վիրահատությունները կատարում ենք առանց կտրվածքի, այսինքն ներլուսանցքային, կերակրափուղի լուսանցքի միջով։ Բավականին բարդ վիրահատություն ենք այսօր իրականացրել։ Ունեցանք հնարավորություն կիսել մեր փորձը հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են նման միջամտություններով։ Պացիենտը ուներ կերակրափողի գերկծկում, ինչը դժվարեցնում էր սնվելու գործընթացը։ Բժիշկը նշում է, աշխարհում նման ախտորոշման պացիենտների քանակը քիչ է, 100,000 բնակչի մեջ կարող է հանդիպել մոտ 20-25 դեպք։ Մարդը նորմալ չէր կարողանում սնունդը կուլ տալ, իսկ այսօր իրականացրած վիրահատությունից հետո կարծում եմ վաղն արդեն կարող է նորմալ սնվել։ Նկատելի է այստեղ բժշկության զարգացումը։ Ուրախ ենք, որ այս կոնֆերանսում մեր մասնակցությունն ունենք։ Կոնֆերանսը նախաձեռնել է վիրաբուժական էնդոսկոպիայի հայկական ասոցիացիան գործընկերների հետ։ Նշում են, իրականացվելու է նաև Հայաստանում առաջին անգամ էնդոսկոպիկ hands-on ծրագիրը։ Այսինքն կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն են ունենալու բիոտրենաժորների վրա կատարել վիրահատական միջամտություններ, կատարելու ենք խոզի, կերակրափուղի, ստամոքսի վրա վիրահատական միջամտություններ, այսինքն սովորողը իրականում զգալու է ամեն ինչը, ինչ բժիշկը զգում է վիրահատության ժամանակ։ Կոնֆերանսը կրեդիտավորված է, գործնական ու տեսական բոլոր մասերի մասնակիցներին կտրամադրվի 10 շարունակական մասնագիտական կրեդիտ։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։